Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, շատ ճիշտ է, որ մեզ հետ եք, որտեղ ունենք ֆանտաստիկ հյուրեր։ Երևանի Մնջախաղի պետական թատրոնը վերադարձել է Իսպանիայից, որտեղ Ֆեթեն 2026 միջազգային փառատոնի շրջանակում ներկայացել է խալի ներկայացումը։ Ինչպես է ընդունվել հայկական անանուն գորգի պատմությունը, ինչ տպավորություններով են վերադարձել հայրենիք եւ ինչ սպասել մոտ ժամանակներում, կիմանանք մեր հյուրերից եւ ովքեր են նրանք։ Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյան, Լույս Արավոտի, դերասաններ Լիլի Հակոբյան եւ Կարեն Խաչատրյան։ Այո։ Ֆանտաստիկ ման։ Այո։ Դուք չեք պատկերացնում, սիրելի հեռուստադիտողներ, թե ինչ մեծ պատիվ է նախ եւ առաջ այս մարդկանց հետ մի տաղավարում նստել, իրենց հետ խոսել, առասարակ իրենց ճանաչելը, Գերագույն հաճույք է, այո։ Այո, ցավոք սրտի միգուցե ձեզանից շատերը կան չեն ճանաչում իրենց, դե որովհետեւ իրենք տենց 24 ժամ TikTok-ներում, սերիալներում, տենց չի։ Նրանք չկան այդ հարթակը։ Բայց այս մարդիկ ահռելի մեծ ճամփա ունեն անցած ու մեր իրականության մեջ ֆանտաստիկ գույներ եք դուք։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Անչափ շնորհակալություն նման խոսքի համար ու մենք կարոտել ենք ձեզ, ձեր տաղավարը, ուրախ ենք, որ այստեղ ենք։ Մենք փառատոնից բացի էլի նորություններ ունենք։ Կարենը դեմքը խոժորեց, քանի որ ինքը փառատոնին մեզ հետ չէր։ Բայց սկսենք փառատոնից, Մանվել ջան, կարծում եմ, ու գնանք արդեն։ Փառատոնը հասկանում թե ինչու դու չեք։ Խիխոն քաղաքում էր, ինքը օվկիանոսի ափին շատ սիրուն քաղաք էր ու շատ հրաշալի փառատոն էր ու ինքը ունիկալ էր այն առումով, որ ինքը որպես այդպիսին փառատոն չէր, ինքը թատերական շուկա էր։ Այսինքն այնտեղ հավաքվել էին Եվրոպայից տարբեր պրոդյուսերներ, տնօրեններ, ռեժիսորներ։ Ոնց հասկանում միայն թատրոն չի, չէ՞, կրկես, էլի ինչ որ տենց շարժման հետ կապված յուրաքանչյուր ներկայացում կար այնտեղ ու շատ հետաքրքիր էր, շատ տպավորիչ էր ներկայացում սկսում էին փողոցից, հետո մտնում էինք շենք, հետո դուրս էինք գալիս հյուրանոց, ամբողջ քաղաքը ներկայացում էր, ամբողջ քաղաքը թատրոնի էր վերածվել ու դու անկախ քեզանից երջանիկ էիր քեզ զգում ու չգիտեմ հրաշալի տպավորություններ է ու ես երազում եմ, որ մեր քաղաքում էլ այդպես լինի ու մենք արդեն պայմանավորվածություններ ունենք, որ մեր շենքի բակում ներկայացումներ ենք ունենալու եւ այդ երջանկությունը փոխանցելու ենք մեր հայ հանդիսատեսին, ինչու՞ չէ նաեւ հյուրերին Հայաստանի։ Ես մի քիչ ուզում եմ մի քիչ ավելի հետ գնանք, եթե կարելի է գնանք դեպի Շտուտգարտ, որ գնացել եք ու տարել եք ոսկորն ու խալին, բայց այս անգամ միայն խալին եք տարել։ Ինչու՞։ Ինչու այդպես ընտրությունը։ Դե փառատոնն է ընտրում, մենք տալիս ենք տարբերակներ, իրանք ընտրում են, քանի որ փոքր ֆորմատի ներկայացումներ էին այդտեղ, իրենք ուզեցին միայն խալին։ Օրինակ Պորտուգալիայում ուզել էին միայն ոսկորը, այսինքն փառատոն որոշումը։ Իսկ որքանով է լեզվական պատնեշի բացակայությունը օգնում իսպանացի հանդիսատեսին զգալ այդ հայկական մշակույթի խորքային շերտերը։ Դե եթե տեսնեք մեր այս վերջին տարիների աշխարհագրությունը, Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Շրի Լանկա, չգիտեմ, գրեթե ամբողջ աշխարհով մենք շրջակայում ենք ու ԱՄՆ արդեն քանի որ լեզվան խոսք չկա ներկայացման մեջ, ինքը այդպես քաղաքացիություն չճանաչում է, իսկ տարբեր տեղեր կարող են գնալ, հասկացաք։ Մնջախաղի հետ կապված է, չէ՞։ Լավ է։ Չհասկացաք, ցույց կտա։ Դե ձեր համար ինչ է օրինակ այս ֆեթենին մասնակցելը ու ինչ տվեց ձեզ նախ եւ առաջ։ Նախ նշեմ, որ ես նույնպես ներկա չեմ եղել փառատոնին։ Ուղղակի ես տենց արտահայտիչ կերպով չցուցադրեցի, ինչպես Կարենը, սենց ավելի ներքին պահեցի։ Բայց դա չի։ Մնջախաղի համար ինչ է, ըստ ձեզ։ Մնջախաղի համար դա շատ մեծ առաջընթաց է, որովհետև իրականում, երբ որ տենց գլոբալ առումով նայում ես բոլոր թատրոններին, ոչ բոլոր թատրոններն են, որ տենց ակտիվ մասնակցում են փառատոնների տարբեր երկրներում շրջագայում են, եւ դա շատ մեծ առաջընթաց է մենակ նրանով, որ մեզ ճանաչում են իբրև թե Մնջախաղի պետական թատրոն, Հայաստանի Մնջախաղի պետական թատրոն եւ հետագայի համար էլ ավելի շատ նախադրյալներ են լինում, որ մենք այցելենք ու էլի փառատոնների մասնակցենք։ Լեզվի բարիեր չկա։
հասկանում։ Հայկական թատրոնները որ գնում են, դե չեն հասկանում իրանց, ասում ինչա, իսկ մերը չէ։ Ամեն ինչ բառ։ Հիմա մեր սիրելի դերասանները շտապում են փորձի, իրանք էլ պատրաստում են շատ գեղեցիկ ներկայացում են պատրաստում, ու մենք ֆորմատը այնպես ենք որոշել։ 2+1-ի մասին է խոսքը։ Այո, որ այդ ներկայացումը կարողանա միջ ամբրուկով տեղափոխվի եւ հեշտ լինի, բագաժի գումար չտանք։ Մի քիչ առաջ ենք, ճիշտ է, Կարենին խոսացինք, խոսացինք։ Բայց այս մեծերի ու փոքրերի համար է, հա, այս ներկայացումը։ Հա, մեծերի փոքրերի։ What about? Ինքը շատ հետաքրքիր պատմություն ունի, սա կպատմեմ։ Իմ ընկերը Արթուրը, Մանկության ընկերն է, ահա որ տարբեր ընկերություն ենք անում։ Ու մի հատ շատ sense մեծ պատմություն կա էլի մեր, ասենք, մանկապարտեզ դպրոցից հետո ինստիտուտ, այ ինստիտուտից հետո զորամասը նույնը չեղավ, քանի որ միտեղին բախվել վերեց, իրանք ինքը գնաց Ղարաբաղ, ես քաղաքում մնացի, հետո եկանք հետ նույն թատրոնում ենք աշխատում։ Այս վերջի 2 տարին sense ամիս ներկա ինքը դերասան է, ռեժիսոր չի ու կարող է պրոֆեսիոնալ, բայց ինչ որ ես ներքին առաջի գործն է սիրա, էլի, որպես բեմադրություն եմ ուզում։ Սյուժեն մտածել, ամեն ինչ մտածել է, կարճան միասին իրար պետք է անենք։ Երկու տղա մի աղջիկ հուզված, ասում եմ, իրապես սպասի, ես գործել եմ։ Էլի այդպես միշտ ապի, ավելի շտորման ալը սպասի, շնչի արտուր ջան։ Ասում եմ մի տարի Արթուր լցված, այս վերջի արդեն մի քանի ամիս առաջ հանդիպեցին, գնում ենք իրաց տուն սրճում ենք, ասում էլ չեմ դիմանում, արի սկսենք Լիլի հետ խոսել եմ, ասի սկսենք, այ արդեն դատարկ ժամանակը։ Ու պատմությունները շատ հետաքրքիր բակային պատմություն են, դե պատմեմ, որովհետև ինչքան իմանան ժողովուրդը այդ պատմության մասին, այնքան ավելի հետաքրքիր լինի այդ մեկ չէ։ Ավելի հետաքրքիր լինի այդ ներկայացման բանը նայել, շարժման ձևը։ Այս աղջիկն էլ լինի։ Այո, աղջիկն լինի, մեր գեղեցիկ հին։ Տենց ներկայացումը համել ինքն էլ տենց կա, որովհետև բոլոր կանայք նրանք արժանին ամենալավին ներկայացումը նրա մասին է, որ մի աղջիկ իր բակում խաղալու փոխարեն միշտ կրթվել է, ուսում ստացել է, շատ չի խառնվել տղաների հետ, բակում միայն տղաներն են, չէ՞, խաղում, խառը։ Ավելի խիստ դաստիարակություն է ստացել եւ շատ sense ինչ ուզեն անում են, իսկ աղջիկները ավելի սահմաններ ունեն, իսկ այս աղջկա մասին ավելի sense կոնկրետ պատմություն են, որ ինքը սկսում է կրթվել միայն։ Ու տենց ճամփուկը վերցնում գնում է, ու տղաները գնում են իր հետևից, իրեն մանգան գտնեն, ու տենց աղ ճանապարհին տարբեր իրավիճակներում հայտնում, այս աղջիկը տարբեր Ֆրանսիայում է, այս կողմում տարբեր ինչ։ Հասնում է իր գագաթնակետին, որոշակի տենց թագուհու նման, ասեմ, գաղափարային, բայց ամենավերջում հասկանում եմ մի բան պակաս, ասում այս բանը չի հասկանում ինչը, այսինքն ինքը մի բան է փաստող էս կյանքում, այն չէ որ չէ, բակային այդ խաղը, որը տղամարդը եւ կարող է ամուսին լինել եւ ընկեր լինել, ինքը ամեն բոլոր գաղափարները մի տեղ է, իսկ երբ որ խաղը չի նույնիսկ կյանքում ամեն ինչ վերջացած, հասկացաք։ Բայց մենք կոչ ենք անում, որպեսզի մարդիկ գան թատրոն ոչ թե ընկերներով, ընկերուհիներով, զույգերով, այլ երեխաների հետ, դեռահասների հետ գան։ Այո, որովհետև լուծումներն են հենց տրված, որ շատ կոմիկական է, բամիջսկի շատ հանդալու, սիմիշնոյ է շատ, եւ նաեւ շատ լրջություն կա, ինքը ոնց որ կարելի ասել Իրա մեջ ցանկացած ժանր կա, ցանկացած ժանր կա, ինքը ամբողջ ընտանիքի համար է։ Բայց այդ հիմա երեխեքը ապրում են սմարթֆոնների մեջ, իրենց համար շատ անհասկանալի ու օտար կլինի շատ երեխեքի համար, ցավոք սրտի, նամանավանդ Երևանում ապրող երեխաների համար։ Հետաքրքիր։ Սա շատ իրանց այ ինչպես կարող է լինել երեխաներ ջան, եթե դուք շարունակեք ապրել այս կյանքով։ Նայեք հերոսներին, խաղացեք, վերադարձեք բակ։ Այո։ Հենց այդ իմաստով կներես, ես մեկը ես ասեմ։ Ես շնչում եմ, ուզում եմ ասես, ասել։ Շատ հետաքրքիր է հենց այն իմաստով, որ մենք հենց մնջախաղի ժանրով ընտրել ենք մի հատ տենց կարևոր մեսիջով ներկայացում, որը որ ուզում ենք հասցնել ամենաշատը դեպի երեխաները ու ընդհանրապես դեռահասներին ամենաշատը, որովհետև դա շատ մեծ խնդիր է իրոք դարձել, որ երեխաները ուղղակի այդ իրենց լավագույն տարիները, հա, որ իրենք կարող են խաղալ երջանիկ լինել մինչև հա այդ 50 տարիքին հասնելի իրանք մենակ այդ սմարթֆոնների մեջ են ու կարելի ասել
բաց են թողնում այդ լավագույն ժամանակները ու հենց ամենահետաքրքիր փաստն է այս ներկայացման մեջ, որ մենք ոչ թե խոսքով, ոչ թե ինչ որ մոնոլոգներով ենք դա տեղ հասցնելու, այլ մնջախաղով ու ինքը ֆորմատով այնպիսի ներկայացում է, որ ավելի քան վստահ ենք, որ մենակ այդ տեսարանները տեսնելով մնջախաղի իրենք հասկանալու են ու իրանք տեսնելու են իրենց այդ ամեն ինչի մեջ իրենք գտնելու են այնտեղ հասանելի է շատ ընթերնելի է, այո։ Ես ուզում եմ հիշել տարիներ առաջ ես մի ներկայացման էի հրավիրված, դու էիր ռեժիսոր, անունը չեմ հիշում ներկայացման։ Սինսինը օֆլայնը։ Սինսինն էր կարծեմ։ Գեղեցկության չափանիշների մասին էր ներկայացումը։ Ֆանտաստիկ ներկայացում էր Կարեն, անկեղծ։ Ես այսպես պապանձված նստած ամսի 20-ին հրավիրում 29-ին 2+1-ն է, Սինսինը 20-ին։ Բայց եւս երկու ներկայացում մենք չխաղացանք մեջ։ Մեկն էլ կա, արդեն չեմ հիշում ցավոք, որ օրերն են։ Հիշում եք։ Որտեղ Ինչպես նկարել թռչուն եւ դեպի ներս։ Դեպի ներս եւ ինչպես նկարել թռչուն դեպի ներսը։ Ամսաթիվն է ասեք էլ։ Այո, ամսաթիվը։ Չէ։ Սինսինի հետ կապված մի երկու բառ ասա, մեր հանդիսատեսը ուզում եմ հերոստատիտողը իմանան ինչ ներկայացում է դա։ Մի հատ էլ խոսեմ 2+1-ից անցնում Սինսին։ 2+1-ի հետ կապված ոգևորությունը այնքանով է լավ, որ բացի այն, որ երեխաները պետք է կան ինչ որ մի բան նայեն ու այդ տեսողական ոնց ասեմ գայթակղիչ բան կա մեջ էլ, այսինքն որ մարդը տեսնում են, որ մարմինը կարող է տենց տարբեր տեղերում ճկուն շարժվել ու որոշակի երեխայական բաներ կա մեջ, խաղեր, բան։ Իրանք տեսնելու են ու որոշակի sense իրանց մեջ հարց տան, հասկանան, բայց խի ես այդ չեմ կարող, որովհետև իրանք ուզում են այդ։ Ես չգիտեն ձևը, հա։ Քանի որ մենք անցել ենք այդ ժամանակաշրջանը, բայց հիմա չկա օրինակ, որ տեսնեն, չնայած մեր բակում հիմա կոնկրետ այդ վիճակն է։ Հին բակերը, պահպանված բակեր կան էլ, որ շոտկի ընդեսա իսկականից կատարվում է այդ մանկական խաղերը, երեխեքը հերոսի մեջ չեն, բայց կան բակեր, որտեղ սառույց է, չկա ոչ մի շարժ։ Դրա համար այդ էլ է հարաբերական, ամեն դեպքում ես կարծում եմ այս ժամանակաշրջանը եկել է նրա համար, որպեսզի լինի այս ժամանակաշրջանը, ինքը միշտ էլ էվոլյուցիան տենց է, մենք չենք կարող, մենք ժամանակ ենք կորցում դիմադրել այդ պահին ինչ որ կա, բայց չենք փորձում ընդունել իր կանոնները ու քաղել դրա միայն լավ կողմերը, հա, ամեն ինչն է կա։ Սինսինն է, այ, փոքր, մտքերը գալու են, բան տնարեն։ Իսկ Սինսինը ինքը ավելի շատ չեմ դատապարտել կամ ինչ որ բան արել, բայց ավելի սուր, մի քիչ ավելի գրոտեսկային ձևով ներկայացրել եմ այն փաստը, որ այս պարագայում ընտրել եմ կանանց ֆակտորը, որովհետև տղամարդիկ մի քիչ են հակված այս բան անելու, որ մի քիչ փոփոխել տոկոսային առումով կարող է ինչ որ հագուստի կամ ուրիշ բաների մի քիչ ոնց ասեմ 10-ին ավելի շատ կանայք են, որովհետեւ 10% տղաները 90% կանայք, կանանց մոտ է տարածված ավելի շատ։ Բայց դա էլ իր խնդիրն ունի, այդ չի հարցը, հիմա որ խորանանք, արանք շատ խորանանք, բայց ամեն դեպքում իմ կարծիքով այդ ներկայացման այդ գեղեցկության չափանիշի, ամեն ինչ որ տեղերից օպերացիաներ որոշակի ֆորմայի գալ, որից հետո իրականում դրանից ազատվելու զգացողություն է գալիս, ցանկացած մարդ չի կարող իր կյանքը վերցնի Որտեղ ձգտում են իդեալականացման, հետո արդեն գալիս հասնում ամեն ինչով ապրելը մի քիչ բարդ է, բայց նրա մասին է խոսքը, որ երբեք ուշ չի վերադառնալ, երբ որ սկսում է սիրտը հոգին եւ իր զգացողությունները խոսել, ինքը միշտ կարող է հետ վերադառնալ։ Այն փոքրիկ աղջկան։ Այո, որովհետեւ այդ փոքրիկ աղջկա մեջ է կյանքը բոլորիս մեջ է կա, եթե ես հիմա sense խոսեմ ձեզ հետ, ես կյանքը հանեմ իմ մեջից սրսկեմ անեմ, այդտեղ իմանաք ես եմ տուժելու, հա։ Մի կորցեք ձեր լուսավոր։ Նենց հետաքրքիր ձևով խոսեմ, հա, իմ մոտ այդ կստացվի, ես Մջախարի թատրոնի դերասան եմ, ես կարամ կերպարանափոխվեմ շատ արագ, իսկ այդ կերպարանափոխվելու մեջ էլ կարաս դու ինքնությունը կորցնես, հա։ Ու իդեպ ներկայացման մեջ էլ դա շատ այսպես
ճիշտ ու դիպուկ ձևով է ցուցադրված, որ երբ որ դու անում ես այդ պլաստիկ միջամտությունները, դառնում ես արդեն հասարակ ինչ-որ մի հատ աղջկանից այսենց դեմք, քո մոտ արդեն արհեստական կերպով գալիս է ձևական խոսելաձևը, ձևական շարժու ձևը, ու երբ որ գալիս է մի պահ, դու քեզ տեսնում ես հայլու մեջ ու հասկանում ես, որ դու կոպիտ ասած մոնստր ես դարձել, հրեշ ես դարձել, ու արդեն հասկանում ես, որ դա քեզ դուր չի գալիս, որ դու ուղղակի դու չես, այն քո իսկական մաքուր, օրգանիկ ես էլ չկա։ Հա, որովհետև հասարակությունն էլ թերադրում է որոշ բաներ, բայց ամեն դեպքում մեր ձեռքերում ամեն ինչ հասկանում եք։ Դե ինչ ես առաջարկում եմ մեր հեռուստադիտողին մարտ ամիսը անցկացնել շատ հագեցած տպավորիչ եւ այսպես մարտի 13-ին ինչպես նկարել թռչուն գնում ենք նայելու դեպի ներսը մարտի 14-ին Սինսինը մարտի 20-ին իսկ 29-ին պրեմիերա արդեն 2+1 երեխաների հետ ընկերներով հարևաններով բարեկամներով հավաքվել բոլորով գնացեք թույն ներկայացնել այո սրճարաններ բան այդ ամեն ինչը քենսել արեք գնացեք նորմալ մի բանով զբաղվեք նորմալ բան նայեք Տոմսերն է շատ էժան է ասեմ կապուչինոյի գինը էլի հասկանում մեկ կապուչինոյի փոխարեն կարող նայած կապուչինո Ամերիկա Հոգևոր սնունդ կարող եք Կամ եկեք դիտելու վերջում բոլորով կապուչինո կխմենք։ Շատ լավ եւ շատ արագ հա Մամել ջան անցնենք մնջախաղին առաջիկայում ինչ է սպասում փառատոններ ինչ ունենք տենց նախագծեր ունենք Հյուսիսային Մակեդոնիա ունենք Գերմանիա ունենք Լեհաստան Առայժմ Լիլին եւ Կարենը լինելու են դա Այո, Լիլին եւ Կարենը այս ներկայացումով լինելու են։ Մենք չենք ուզում ոչ։ ներկայացումը դեռ ընթացքում է, այսինքն դեռ բարձ չի կլինենք թե չէ։ Բայց մեծ հույսեր ունենք։ Մենք ձեզ սպասել ենք Պարոն տնօրեն։ եկեք կամ գնալուց առաջ եկեք շփոթ կամ իրենք կանան դուք գաք 29-ից առաջ արդեն ռեժիսորի հետ եթե թույլ տակ կգանք Արտուրին Արտուրը մի քիչ ամաչկոտ է, մի քիչ եկել, առաջի գործը քիչ չի պատկերացնում իրան, որ կարող է ինչ-որ եթե ես խոսել, բայց իրանք Արտուրը կգա դու կխոսես։ Հասարակ նորմալ մաթ է։ Մեր պես չի։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրերն են Երևանի Մեջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը, դերասաններ Լիլի Հակոբյանը եւ Կարենը Խաչատրյան։ Ֆանտաստիկ մարդիկ, շնորհակալ ենք, որ օրը սկսեցիք մեզ հետ։ Այսօր էստեղ։ Ձեզ լավ օրվա շարունակություն, մեգա հաջողություններ։ Սիրում եմ երբ քո խոսքի վրա խոսում եմ։ Վաղը տաղավարում մենք չենք լինելու, իդեպ ասեմ։ Մտածեք, նայեք, չէ, նայեք, լինելու է Կրիստինան եւ Թերեսան։ Մենք ինքշաբթի կգանք։